Ռուբեն Վարդանյանին և մյուս մեր հայրենակիցներին, որոնք այսօր գերության մեջ են, ինչ ուղերձ կհղեք։ Մեր հայրենակիցներին իհարկե կարելի է ուղերձ հղել, բայց այդ ուղերձը տեղ չի հասնելու։ Ամենակարևոր ուղերձն այն է, որ մենք սպասում ենք իրենց և ողջ առողջ ենք մենք սպասում իրենց և իրենք իրավունք ունեն ամեն ինչ ասելու, միայն թե ազատվեն այդ դժոխքից։ Եվ մենք հասկանում ենք, որ իրենք դատվում են ճակերտավոր կերպով մեր անունից, մեզ համար և մեր սխալների համար։ Բայց ես կուզեի ավելի շուտ ուղերձ հղել մեր հասարակությանը, մեր լրատվամիջոցներին, որ զգույշ լինեն և նաև բնականաբար Հայաստանի իշխանություններին, որ զգույշ լինեն և որևէ կերպ չթիրախավորեն մեր գերիներին այնտեղ։ Նախ, որովհետև նրանք շատ ծանր պայմաններում են գտնվում, երկրորդը, որովհետև նրանք իրավունք ունեն ամեն ինչ ասելու այդ պայմաններում, և երրորդը, որովհետև նրանց խոսքը նույնիսկ ուղիղ կերպով մեզ չի հասնում, այլ հասնում է ադրբեջանական բռնապետական ու ցեղասպանական քարոզչամեքենայի միջով անցնելով առանց ուղիղ խոսքի, որի պայմաններում հնարավոր է վերագրել յուրաքանչյուր անձի, յուրաքանչյուր ասելիք, ինչ իրենք ցանկանում են։ Հետևաբար մենք պետք է շատ զգույշ ու զգոն լինենք և որևէ կերպ առաջին հերթին չտարածենք ադրբեջանական նարատիվները մեր տեղեկատվական դաշտում, երկրորդ հերթին չթիրախավորենք որևէ հայ գերու, անկախ նրանց հանդեպ մեր վերաբերմունքից, որովհետև նրանք այնտեղ թիրախավորվում, խոշտանգվում և ճակերտավոր կերպով դատվում են ուղղակի հայ լինելու համար, ուղղակի մեր պայքարում առաջնորդություն ստանձնելու համար։